Թող փառավորվի մեր Տիրոջ անունը, ինչպես եղբայրը Անդրանիկ եղբայրը հիշեցրեց, որ պետք է Տիրոջ հրաշքները, նշանները, զորությունները հիշենք ու պատմենք։ Ուզում եմ Տիրոջ փառքի համար այդ հիշեցի, կհիշեք երկու չորեքշաբթի առաջ մի հատ կնոջ համար, որ աղոթեցինք, մի հատ կին էր, որ տես չունի, մենակ կին է, գնալու էր սրտի վիրահատության, եկավ խնդրեց, որ կաղոթեք, ու մենք եկեղեցում աղոթեցինք, ու այդ վիրահատությունից հետո Տիրոջ փառքի համար եմ պատմում, որ մեր աղոթքները տեղ է հասնում, քո աղոթքը տեղ է հասնում, երբ որ մարդիկ տեսան հարցրին, ոնց ես, Արկադիկ աղբերն էլա ճանաչում, այդայի մասին է խոսքը հավաքարա, ասավ շատ լավ, փառք Աստծո։ Ու այդ մարդիկ հարցրին, բա ոնց եղավ, ինչ եղավ։ Դե գիտեն, որ հնար չունի, օգնող չունի։ Գիտես ինչ ասավ։ Ես մեջկանց էի, բայց լսեցի, որ այդ վկայություն տվեց։ Ասում է, չգիտեմ ինչ եղավ, ոնց եղավ, բայց եկեղեցին աղոթեց, գնացի ու փառք Աստծո, սա լավ եղավ։ Դա իմ ու քո աղոթքի շնորհն էր, քույր ջան։ Մեր աղոթքներին հավատանք, այսօր որ մենք ստեղ ենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, մի մտածի, թե աննպատակ եկել ես, այսօր մեր մեջ զինվոր եկա, որ արձակուրդ ա եկե, աննպատակ ոչ մի բան չի եղնում, Աստծո մոտ ամեն բան ծրագրավորած է, ուրեմն պետք է հենց այսօր այս պաշտամունքին ես թողնեմ, որովհետև Աստծուց ինչ որ մի բան ունեմ առնելու, փառք Աստծո, ուզում եմ Աստծո խոսքից մի երկու համար կարդամ, մի փոքր նայենք, խորհենք, տեսեք ժողովուրդ ջան, այսօր շատ ժամանակ մարդը իր գործերը, իր առօրյան, իր անհաջողությունները սա հիմնական կապում է Աստծո հետ, անհաջողություն է եղնում, միշտ Աստծուն է հարցնում, ինչի համար, կարծես թե մեղադրելով, կարծես թե զարմանալով, ինչի համար այսպես եղավ, բայց երբ որ կարդում ենք քույրեր ջան, եղբայրներ ջան, Հոբ 34-րդ գլուխ 10-11 համարը, տեսեք Հոբը Աստծուն ոնց է ներկայացնում, սրա համար ով իմաստուն մարդիկ ինձ լսեք, քավ լիցի, որ Աստված չարություն անե եւ ամենակարողը անօրենություն։ Տեսեք ժողովուրդ ջան, այս մարդը այնքան էր Աստծուն ճանաչում, այնքան էր Աստծուն վստահում, այնքան էր իր կյանքը Աստծուն հանձնել, որ ինքը հաստատ համոզված է, ասում է քավ լիցի, այսինքն հնարավոր չի, որ Աստված չարություն անե եւ ամենակարողը անօրենություն։ Անհնար է ժողովուրդ ջան։ Այսօր եթե մեր կյանքում ինչ-որ մի խնդիր առաջանում է, մենք պետք է Աստծուն հարցնենք, ինչն է եղել պատճառը, որ ես այս խնդրի առաջ եմ կանգնել։ Բայց ցավոք սրտի քույրեր ջան, եղբայրներ ջան, շատերն Աստծուն մեղադրում են։ Շատերն Աստծուն մեղադրում են, ու երբ որ հաջորդ համարը կարդում ենք, տեսեք ինչ ասում, որովհետև մարդս անում է եւ Աստված վճարում է նրան, եւ մարդիս ճանապարհի համեմատ գտնել է տալիս իրեն։ Լսակ հարցի պատասխանը։ Ասում է, որովհետև մարդը սանում է եւ Աստված վճարում է նրան եւ մարդիս ճանապարհի համեմատ գտնել է տալիս նրան։ Այսօր ժողովուրդ ջան, ուզում եմ մի պահ նայենք, խորհենք, մտածենք, ես ինչ ճանապարհի մեջ եմ։ Ու այդ ճանապարհի մեջ ես ինչեր եմ գտնում։ Այդ ճանապարհների մեջ ինձ ինչեր են հանդիպում։ Որովհետև Աստծո խոսքը պարզ ասում է մարդը սանում է ու իր արածի համեմատ այդ է գտնում է։ Այդ է գտնում է ժողովուրդ ջան։ Որովհետև Աստծո խոսքի մեջ ավետարանում կա ոսկե կանոն։ Ասում է այն ամենը ինչ կամենաս մարդիկ քեզ անեն, դու ուրիշին արա։ Այսօր ես ինչ եմ կամենում։ Այսօր ես ինչ եմ ցանկանում։ Այսօր ես ոնց եմ ապրում։ Այդ ամենը հետ է գալու ինձ։ Ես ուզում եմ ավետարանից քույրեր ջան, եղբայրներ ջան, տեսնենք, երբ որ կարդում ենք դատավորած առաջի գլուխը 6 համարը, դատավորած առաջի գլուխ 6-րդ համարը, մի հատ թագավոր կար։ Այդ թագավորի անունը
Ադոնիբեզեկ էր, տեսեք ինչ ասում, եւ Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք նրա ետևից ընկնելով նրան բռնեցին եւ նրա ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։ Տեսեք, պատերազմի մեջ Սուրբ Գրքն ասում է, այս թագավորը փախավ, բայց բռնեցին, ասում է ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։ Այս թագավորին չսպանեցին նա, ասում է ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։ Եվ շարունակությունը տեսնենք ինչ ասում ժողովուրդ ջան։ Եվ Ադոնիբեզեկը ասաց. 70 թագավոր, որոնց ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներն էին ժողովում։ Ես ինչպես որ արի, Աստված էլ ինձ այդպես հատուցում արավ։ Տեսակ խոստովանվեց։ Իրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատերը կտրեցին, այս մարդը Աստծուն չմեղադրեց։ Ասում է, հիշեց, որ 70 թագավորի նույնը ինքն էր արել։ Ասում է 70 թագավորները, որ իմ սեղանի տակ էին, որ այն փշրանքներին էին նայում, որ իրանց ոտքերի ու ձեռքերի մատերը կտրված էին, ես էի արել։ Ես էի արել։ Հիմա ես համոզված եմ, եթե իրա ձեռքերի ու ոտքերի ամբողջ մատերն է կտրեին, ինքը էլի Տիրոջը չէր մեղադրելու, որովհետև ինքը 70 թագավորի հետ այդ նույն ձևով էր վարվել, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Եվ շարունակությունն ինչ ասում է, ասում է ես որ արի, Աստված ինձ այդպես հատուցում արավ։ Տեսա ժողովուրդ ջան։ Իրավիճակը ստեղծվեց։ Այն ինչը որ ինքը ցանել էր, հնձեց։ Ու այս մարդը չասավ ինչի համար, որովհետև այս մարդը նայեց երկինք եւ տեսավ, որ այն ինչ որ ինքը արել էր, նույն եկավ իր կյանքի մեջ։ Ու խոստովանվում է, ասում է ես այդ 70-ին արել, նույնը ինձ եղավ։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, որ նայում ենք իրականության մեջ, մարդը ինչ որ մի բանին հասնելու համար ինչ անում։ Սկզբից երազում է, նստում է, բարկում է, չգիտեմ, երազում է այս ինչ որ մի բանին հասնի։ Երազելուց հետո ինչ անում։ Արդեն նպատակ է դնում, որ այս բանին ես պետք է հասնեմ։ Ամեն ինչ, ամեն գնով ես այս բանին պետք է հասնեմ։ Ու հետո այդ նպատակը ինչ է դառնում։ Իրականություն։ Մարդը երազում է, մարդը այդ երազածը իր նպատակա դարձնում, ու այդ նպատակին հասնելով դառնում է իրականություն։ Այսօր հոգևոր մարդիկ ենք ժողովուրդ ջան։ Որն է մեր նպատակը։ Որն է իմ ու քո նպատակը։ Գիտես, այսօր եթե հոգևոր մարդը մի հատ նպատակ չունի, ու այդ հոգևոր մարդու նպատակը դա երկնքի արքայությունը չի, իրականություն չի դառնալու երկնքի արքայությունը։ Այսօր ինչ որ ես երազել եմ, ես այդ իմ երազանքին նպատակ եմ դրել, որ հասնեմ, ու այդ նպատակի հետևից գնում եմ։ Որն է այդ նպատակը։ Որն է այդ ցանկությունը։ Եթե այդ նպատակի վերջը քույրեր ջան, եղբայրներ ջան, Հիսուս Քրիստոսին հանդիպելը չի, Առակացի համարն ուզում եմ կարդամ, տեսեք, Առակաց 14-րդ գլուխ, քույրեր ջան, եղբայրներ ջան, 12-րդ համարն ինչ ասում։ Առակաց 14 12-րդ համարը 12։ Տեսեք ինչ ասում։ Ասում է կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են։ Ասում է կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու աչքի առաջին, բայց շեշտը դնում է վերջի վրա, բայց ասում է վերջը մահվան ճանապարհներ են։ Այսօր մարդը որ ծնվում է, քույրեր ջան, եղբայրներ ջան, իր ծնված օրից իր կյանքի ճանապարհը սկսում է։ Ու ճանապարհի վերջը, քույրեր ջան, եղբայրներ ջան, հավիտենությունն է։ Այսօր մենք բոլորս այդ ճանապարհի մեջ ենք։ Արդյոք այդ ճանապարհը, որ ես քայլում եմ, այդ ճանապարհը ինձ տանելու է երկնային արքայություն,
թե տանելու է մի հատ անհայտ տեղ, որտեղ որ Հիսուս Քրիստոս չկա։ Այսօր ես լավ գիտեմ իմ կյանքը, դու էլ քոնը լավ գիտես, ու առավել եւս ավելի լավ մեզանից գիտի Աստված։ Ու ես մի բանի մեջ համոզված եմ, գիտես, երբ որ մարդը կանգնի Աստծո առաջ, Աստված չի ասելու, ինչի չապաշխարեցիր, գիտես ինչ ասելու, ինչի չուզեցիր ապաշխարես, որովհետև Աստված այդ ժամանակը տվել է, որ ես իմ ընտրությունն անեմ, Աստված ասելու է, ինչի չուզեցիր աշխարհից հրաժարվես, ինչի չուզեցիր իմ ճանապարհների մեջ քայլես, ինչի չուզեցիր, ինչ եմ ասելու, ասում է կա ճանապարհ, այսօր մեր ճանապարհների մեջ կան մեր ընթացքի մեջ, այս կյանքի մեջ, ընթացքի մեջ բաներ կա, որ մեզ հաճելի է, բայց այդ հաճելի ճանապարհը Աստծուն հաճելի է, թե հաճելի չի։ Այ հոգևոր մարդը պետք է սրա վրա մտածի։ Այս ճանապարհի մեջ են քույրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ կարդում ենք Առաջի Կորինթացիս 4-րդ գլուխ 21 համարը, Առաջի Կորինթացիս 4-րդ գլուխ 21 համարը, տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Ասում է, որովհետև Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությունով։ Այսօր եթե ճանապարհի վերջը իմ նպատակը Աստծո արքայությունը չի, ես խաբված մարդ եմ։ Բայց ասում եմ Աստծո արքայությունը դա խոսքով չի, դա զորությունով է, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր խոսքով բոլորս էլ ապաշխարում ենք։ Այսօր խոսքով բոլորս էլ Աստծուն սիրում ենք։ Այսօր խոսքով բոլորս էլ առանց Աստծո չենք կարողանա գետ մեկ ժամ ապրենք։ Բայց որ նայում ենք մեր իրականությանը, բայց որ նայում ենք մեր ապրած կյանքին, ես խոսքով ասում եմ առանց Աստծո ես չեմ կարող ապրեմ, բայց որ նայում եմ վերջի անգամ երբ եմ ավետարան կարդացել, մոռացել եմ։ Խոսք ուրիշ բան ասում, բայց կյանք ուրիշ բան ասում։ Ես խոսքով ասում եմ ես Աստծուն սիրում եմ, բայց որ նայում եմ ես ինչ ճանապարհի մեջ եմ, ես ինչ ընթացքի մեջ եմ, այդ ճանապարհի մեջ չկա օրհնություն, այդ ճանապարհի մեջ չկա զորություն, այդ ճանապարհի մեջ չկա բժշկություն, այդ ճանապարհի մեջ չկա փափակ Աստծո խոսքի հանդեպ, բայց այդ ճանապարհը ինձ հաճելի է։ Ու ասում է կա ճանապարհ, որ մարդուն հաճելի է, բայց դա այդ իրական ճանապարհը չի։ Այդ իրական ճանապարհի մեջ քույրեր ջան, եղբայրներ ջան, կա բժշկություն, կա ազատագրում, կա զորություն, կա Աստծո ներկայություն, կա Աստծո խոսքի հանդեպ սեր, հարգանք, պաշտամունք, որը որ շատերիս կյանքում պակասում է։ Ես ինչ ճանապարհի մեջ եմ, ուզում եմ մի պախորեմ, ես չեմ ուզում գիտես ինչ, որ այստեղ ես ներկա եղնեմ, բայց վերջս, ինչպես եղբայրը հիշացրեց, անհայտ եղնի։ Ես ուզում եմ, որ ես այն համոզմունքը ունենամ, որ ես այն Աստծուն, որ պաշտում եմ, այդ Աստված իմ ներսում գործում է, որ ես որոշել եմ այն Աստծու առջև, որ ծունկի գամ աղոթք անեմ, ես այդ համոզմունքն ունենամ, որ այդ Աստված կենդանի է ու իմ աղոթքը լսելու է։ Ես չեմ ուզում վախեցած հոգևոր եղնեմ, ես չեմ ուզում գլուխս կախ հոգևոր եղնեմ, ես չեմ ուզում, չգիտեմ, մեղքի առած ծունկի եկած վախեցած եղնեմ։ Ես ուզում եմ այն Աստծո խոսքը, որ զորավոր է, այն Աստծո խոսքը, որ ուժ է տալիս, այն Աստծո խոսքը, որ բժշկում է, այն Աստծո խոսքը, որ ինձ ազատագրել է, այդ զորավոր Աստծո խոսքը իմ ներսում ինձ ավելի զորավոր դարձնի։ Սա է Աստծո արքայությունը, սա է երկնքով ապրող մարդը, ինքը Աստծո խոսքով վարված է, Աստծո խոսքով լեցված է, Աստծո խոսքը իր ներսում փառավորված է։ Սա է ուզում Աստված, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Մենք խոսքով ուրիշ բան ենք ասում, բայց մեր ապրած կյանքը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Այդ ամենն Աստված տեսնում է ու ասում է գիտես ինչ որ ցանես, այն էլ հնձելու ես։ Այսօր առավոտ մարդը արտանում է վախելով, տրտմելով, ոնց անեմ, որ հանկարծ մեղքի մեջ չընկնեմ, միտ չկա, ցանկություն չկա։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ես այս ձև եմ մտածում։
Երբ որ ես առավոտ արթնանում եմ, իմ աղոտ քանում եմ, իմ Աստծուն փառք եմ տալիս, ես իմ մեջ այդ համոզմունքն ունեմ, որ այսօր ես մեղ գործելու ժամանակ պետքա չունենամ, ես այսօր պետք ավելի լեցվեմ, ավելի զորանամ, Աստծո մասին պատմեմ, Աստծո մասին մտածեմ, բայց այսօր մարդը միշտ մտածում է, վայ ոնց անեմ, որ վախը դու կենթանի Աստված ունես, դու զորավոր Աստված ունես, դու երկնքի բնակիչ ես, ու ասում է երկնքի արքայությունը դա խոսքով չի, դա զորությունով է, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մեր մեջինն ավելի զորավոր է, որ մեր մեջինն ավելի իմաստուն է, քան այդ աշխարհի խավարի մեջինն է, քան այն աշխարհի խավարի մեջինն է, քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր նա ինչ ճանապարհի մեջ ես դու Հիշեք անցած կիրակի ինչ օրհնություն էր, ինչ զորություն էր, 20 հոգուց ավել Սուրբ Հոգով մկրտվեցին, նույնը կար այսօր եղնի, գիտես, այդ կրակը պետք է մուքու մեջ չմարի, այդ զորությունը գնալով պետք է իմ մուքու մեջ ավելի վառվի, ավելի շատանան, բայց գիտեք, մարդը մի քիչով բավարարվում է, չէ, մենք հոգևոր մարդ ենք, Սուրբ Գիրքն ինչ ասում է ամեն օր այդ զորության հետևից գնա Ամեն օր այդ սրբության հետևից գնա, ամեն օր այդ օրհնության հետևից գնա, ամեն օր խաչը վերցրա, ամեն օր ճանաչի քո անկարող վիճակը ու ճանաչի կենթանի Աստծո զորությունը, որ քեզ առաջնորդում է։ Այսպես պետք է մենք մտածենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք պետք է գիտակցենք, որ կանգնելու ենք Աստծո առջև, որ այս ճանապարհի ընթացքը մի օր վերջ ունի։ Այդ վերջում ես կանգնելու եմ Աստծո առաջ։ Ու չեղնի, որ Աստծո առաջ կանգնեմ, Աստված ասի, ինչու չուզեցիր, ինչու չուզեցիր, ինչու չփորձեցիր, ինչ եմ ասելու։ Այսօր նայում ենք, մարդիկ, աշխարհի մարդիկ, իրանց ճանապարհի մեջ նպատակները մեկն է։ Փող, գումար, հարգանք պատիվ, բայց եւ որ կարդում ենք Սաղմոսները մեր Դավիթ թագավորն ինչ ասում է եւ սրանք են ամբարիշները, որ հաջողակ են աշխարհում եւ հարստության հետևից են գնում, այս ամբարիշտ մարդն է ժողովուրդ ջան, այս ամբարիշտ մարդն է, բայց մեր հարստությունը պետք է եղնի Աստծո խոսքը, մեր հարստությունը պետք է եղնի երկինքը, Ես պետք է ուրախանամ երկնքով, ես պետք է ուրախանամ Աստծո ներկայությունով, իմ հարստությունը սա է, իմ պատիվը գիտեք որն է, որ ես Աստծուց այսօր ինչ եմ ստացել, որ երկինքը ինձ ինչ պատվի արժանացրեց, այսօր իմ ներսում մի հատ ինչ նոր խոսք բացեց, սրանից մեծ պատիվ, էլ ես մեղավոր մարդուն, ինչ է պետք, որ Աստծո արքայությունը իմ ներսում է, որ Աստծո խոսքը իմ ներսում է, որ Աստված ինձ օգորթում է իր ճանապարհների մեջ։ Թող Աստված օրհնի մեզ ժողովուրդ ջան։ Իրապես նայենք ինչ ճանապարհների մեջ ենք։ Այսօր մենք ինչ ենք անում, ինչ ենք ցանկանում, ինչ ենք խորում, ինչ ենք մտածում։ Այդ ամեն ինչը, գիտես, էդ էլ ես հետ եմ վերցնելու։ Ինչքան կարաս լավը կամեցի, ինչքան կարաս լավը ցանկացի, ինչքան կարաս օրհնի, ինչքան կարաս սիրի, ինչքան կարաս ների, ու այդ ամենը հետ է գալու, այդ ամենը հետ է գալու, թող Աստված օրհնի, կանգնենք աղոթքի ժողովուրդ ջան։